Ինչ տպավորություն ունեք, ինչպիսի քարոզարշավ է։ Չեմ մասնակցել, չեմ էլ նայել, չգիտեմ։ Չեք հետևում, ինչ են ասում տեխնատուները։ Չէ։ Բա ինչպես եք ընտրելու, ինչպես եք կողմնորոշվելու։ Երկրի կարգավիճակից նայելով։ Այսինքն դուք արդեն կողմնորոշված եք, ընտրության գնալու եք։ Այո։ Գնալու եմ։ Բայց երբ արժի չէ քարոզարշավին հետևել, տեսնելով ինչ խորհուրդ է տալիս։ Այնքան ավելի զայրանում, դա ոչ չեմ հետևում։ Տպավորություն ունեք, ինչ եք մտածում, հետևում եք թե ոչ։ Պարզապես չեմ հետևում, բայց նախընտրելի է նորը հինը մնա էլի, նախընտրելի է։ Նորը հինը չեմ հասկանում։ Քաղաքական պայմանագիրը։ Բա ինչի՞ չեք հետևում քարոզարշավին։ Եթե աշխատանք են գալիս, հետևում մենք չենք հետևում։ Ձեզ դուր է գալիս քարոզարշավը ընդհանուր առմամբ։ Ոչ։ Ինչը դուր չի գալիս հատկապես։ Բղավելը, գոռալը ավելնորդ, իրա քնովելը։ Իսկ ով է գոռում ավելի շատ։ Բոլորն էլ գոռում են։ Քոչարյանն էլ է գոռում, Կարապետյանի աղբոր տղան։ Քոչարյանը գոռացել, Կարապետյանի աղբոր տղան գոռացել է։ Կներեք։ Ես մի գոռացող եմ լսել, կներեք, կարող եք տարբեր քարոզարշավների ենք հետևում։ Բա ինչ են։ Ես լսել եմ Նիկոլ Փաշինյանի գոռոցը, բայց եթե նրանք են գոռացել, գնամ ստուգեմ։ Ստուգեք։ Հաջողություն։ Ես անկեղծորեն Նարեկ Կարապետյանին գոռալիս չեմ տեսել, բայց իհարկե կստուգեմ այդ ինֆորմացիան, որովհետև ես տեսել եմ նրա կողմից բարի քարոզարշավ, ժպիտով եւ առանց նյարդերի։ Ճիշտն ասած Ռոբերտ Քոչարյանի գոռոցը եւս ես չեմ լսել ոչ այս, ոչ նախորդ քարոզարշավներին։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողը դժգոհ է գոռոցներից, այդպես։ Ինչ չեմ պատկերացնում, ես գիտեմ, որ ամեն մարդ իր իրավունքը ընտրության կկատարի, կգնա կընտրի, կանխագուշակել հիմա ես չեմ կարող։ Ես չեմ ասում դες որևէ բան կանխագուշակել, ձեր տպավորությունը քարոզարշավի ընթացքից։ Ընթացքը բաներ կան, որ շատ տգեղ են, չեն նայվում, սարսափելի է նայել անգամ, բայց դե հուսանք, որ լավ կլինի ամեն ինչ։ Ինչն է սարսափելի։ Այդ ինչ դե դուք չեք տեսնում այդ տեսարանները։ Դե գիտեք, տարբեր մարդկանց համար տարբեր բան է սարսափելի։ Նոր մի մարդ ասում է Նարեկ Կարապետյանը գորգորում է։ Ես չեմ տեսել։ Ես էլ չեմ տեսել։ Հա։ Բայց ինքը Նիկոլ Փաշինյանի ընտրողն է, բայց գորգորոցից է գողը։ Պարզա, որ եթե Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ուրեմն բայց ուրիշներին է գորգորոց վերագրում։ Դե հենց այդ է, եթե նրան է պաշտպանում, պարզա նրանց պետքա փնորի։ Ես շատ վատ եմ տրամադրված։ Հույս ունեմ, որ մենք կփրկվենք այս ընտրություններով։ Աստծուց հույս ունեմ։ Այդքան բան կարող եմ ասել։ Շնորհակալ եմ։ Տեսնում էի, որ հեռախոսով հետևում եք հենց, ես հեռվից նկատում էի, որ դուք նայում եք, շարունակեք ծանոթանալ։ Ինչ ասեմ։ Գիտեք ինչ, շատերը չկողմնորոշված են։ Եվ հենց այդ չկողմնորոշված մարդիկ կողմնորոշվել է այս պարագայում շատ։ Ունեք ծանոթներ, որոնք ոչ մեկին էլ չեն հավանում ու գուցեև չգնան ընտրության։ Դա շատ սխալ կլինի իհարկե։ Ես ում գիտեմ, ասում եմ, որ պիտի անպայման գնան մասնակցեն։ Սխալ է։ Այդպեսի ներդ մնալը շատ սխալ բան է։ Պիտի ընտրեն որևէ մեկին իրենց կամքով։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ցանկացած պատասխան ընդունելի եւ հարգելի է։ Դուք հետևում եք քարոզարշավին, ես տեսնում եմ դուք գիրք եք կարդում, գիրք կարդացող մարդիկ հիմա շատ քիչ են հանդիպում, հեռախոսով են նստում մարդիկ սովորաբար ամենտեղ։ Այնպես որ պետք է ձեր կարծիքը ասեք, ես ուզում եմ իմանալ գիրք կարդացող մարդկանց կարծիքը եւս։ Քարոզարշավին հետևում եք ոչ։ Հավատում եմ, գիտեք, որ չեք հետևում։ Գրքի մեջ դրա մասին ոչինչ չկա։ Գիտեք, երբեմն տպավորություն է, որ ոչ մի գրքում չկա այն, ինչ մենք այսօր տեսնում ենք։ Այնպես որ դրան էլ կարելի է հետևել։ Դուք չեք գնալու ընտրությունների։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել, ստում եմ կարծիք այդքան էլ կարևոր չի լինի, էլի։ 18 տարեկան կաք։ Այդ փոքր եմ երևում։ Չէ, 30 եմ։ Շատ լավ։ Հիմա գիրք կարդացողները երիտասարդ են երևում։ Դա էլ կա։
Խնդրում եմ ասեք, ինչու չեք ուզում կատարել ձեր քաղաքացիական պարտքը, որը պարտադիր չէ, եւ գնալ ընտրությունների։ Այո։ Պարտադիր չէ, բայց երբ իրավիճակը այսպես սահմանային է, բարդ է, պետք է մասնակցես։ Մատրաս չես էթ։ Բայց ընտրություն կա, բավականին շատ են կուսակցությունները, որոնք դիմել են, հայտ են ներկայացրել։ Թե հավատ չկա ոչ մի կուսակցության նկատմամբ։ Գիտեք, ընտրության չգնալով դուք արդեն իսկ ընտրում եք գոնե մեկ ուժի, դա այսօր իշխող կուսակցությունն է։ Այսինքն դուք չեք գնում ընտրության, դուք կարող եք համարել, որ դուք կատարել եք ձեր ընտրությունը այդ կուսակցության օգտին։ Դա ձեզ չի անհանգստացնում։ Ձեզ համար միևնույնն է։ Իսկ տարբերություն չեմ տեսնում, հիմա որ նույն կուսակցությունը մնա կամ մնացածը մնան, իմ համար տարբերություն չկա։ Դուք պատրաստվում եք ապրել Հայաստանում ապագայում։ Այո։ Դες համար պետք է որ տարբերություն լինի։ Ես կխնդրեի, հենա տեսնում եմ, այ ունեք հեռախոս։ Կխնդրեի հետևեք Քարոզարշավին եւ կողմնորոշվեք միջև ընտրությունների օրը լավ մնացեք։ Հաջողություն ձեզ։ Ինչ տպավորություն ունեք, ինչպես է ընթանում։ Ոնց կարող եմ ասել, որ լավ տպավորություն կա, մարդ կա, որ Գիտեք, մարդ կա, որ ունի լավ, ասում է, որ հա, իշխող կուսակցությունը շատ լավ Քարոզարշավ է տանում, ընդդիմադիրները գոռգոռում են, այդպիսի բաներ ինձ ասացին։ Չէ։ Ես հիմա ուղղակի շատ պետալների մեջ չմտնեմ, ավելի վատ է, սարսափելի է։ Իսկ ամենավախենալը, որ կարող է ընտրություններից հետո շարունակվի ամեն ինչը, ավելի վատ լինի, էլի։ Իմ ամենամեծ մտահոգությունը դա։ Ինչ այս պահին հետաքրքրում է մասնակցությունը ինչպիսին կլինի։ Դուք նկատում եք ձեր շրջապատում, ձեր ընկեր բարեկամ հարևան ծանոթները գնալու են ընտրության։ Երևի այս անգամ մի քիչ ավելի շատ կլինի, քան 21 թվին, ինչ որ ակտիվություն ավելի շատ է, քան 21-ին, բայց ինձ թվում որ շատ տարբերություն է տալու, եթե 53% չէ անցած անգամ։ Այո, մոտավորապես։ Հիմա երևի 55-57։ Դա բավարար չէ։ Դա բավարար չէ։ Մարդիկ ովքեր չեն ուզում գնալ ընտրության, գիտակցում են, որ այդպիսով իրենք կպահպանեն այնինչ կա։ Ձեր կարծիքով։ Այդ մարդկանց հոգեբանությունը ես շատ չեմ ուսումնասիրել։ Իրանք ուղղակի ականջները աչքերը փակել են ու չեն ուզում մասնակցել։ Իսկ իրանք կարծիք էլ չունեն ինչ կլինի։ Եթե իրանք չեն մասնակցում, այսինքն իրանք արդյունք էլ չեն ակնկալում, էլի։ Ոնց լինի։ Ես մտածում եմ այդ մարդիկ ըստ երևույթին, գիտեք իմ կարծիքը որն է, երևի հիասթափված են։ Ճիշտ է։ Հիասթափված եւ վախեցած։ Այստեղ ամենակ հիասթափությունը չի, չել վախ կա սխալ որոշումների ու սխալ վատ հետևանքների համար։ Բարձր։ Վախը ավելի շատ է, քան հիասթափությունը։ Հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Ես ընտրողներին հարցնում եմ կողմնորոշվել են գնալու են ընտրության թե ոչ։ Այո, գնալու։ Եվ ինչպես եք գնահատում ընթացիկ Քարոզարշավը։ Բայց ինչու։ Ակտիվ Քարոզարշավ է։ Չգիտեմ, շատ ցինիզմ է էլի իմ համար ես հենց եմ մտածում։ Ինչ լուրջ բան չկա էլի դրա մեջ։ Ձեր հասակակիցները, ձեր ընկերները պատրաստվում են գնալ ընտրության։ Չգիտեմ, չեմ ելել։ Չեք շփվում, որ հավաքվում եք քաղաքականությունից չեք խոսում։ Չէ, դա ամենաանհետաքրքիր թեման է մեր շրջապատի մեջ։ Լուրջ եք ասում։ Նո, իհարկե, ավելի հետաքրքիր թեմաներ կան այս Հա, քաղաքականությունում։ կան, բայց ես մի քանի օր է Քարոզարշավի գոնե։ Ինչ որ ծիծաղալի դրվագներ որ լինում է, դրանք են քննարկում ավելի շատ, քան ինչ որ լուրջ թեմաներ։ Գիտեք, ես մտքովս բան անցավ։ Մի հատ ծիծաղալի դրվագ կասեք ինձ։ Եթե մի հատ դուք ասեք, մի հատ էլ ես ձեզ կասեմ։ Այ չեմ հիշում այդ մարտանը, բայց որ երաժշտության տակ պարում էր մենակ, բայց չեմ հիշում, որ 19-րդ համարն էր, չեմ հիշում ամենը։ Որ պարում էլ է, բոլորն են պարում, կներեք։ Չէ, ինքը շատ ծիծաղալու էր պարում էլի, երաժշտության ռիթմի տակ։ Լավ էր պարում։ Ձեզ դուր չի եկել։ Լավ, իսկ ում բարելն է ձեզ դուր գալիս, հա, ասանք այս հարցին։ Չէ, քաղաքական գործիչներից ոչ մեկ։ Սրտիկներ սիրում եք։ Նայածում սրտիկները։ Քաղաքական գործիչների սրտիկներին ինչպես եք վերաբերում։ Միտրան։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ այս 15 օրը ձեզ կբավականացնի, որպեսզի դուք կողմնորոշվեք ճիշտ։ Բարև ձեզ։ Հետևում եք Քարոզարշավին։ Ինչ տպավորություն ունեք։ Ինչպես է ընթանում։
Ոնց կարող է չունենալ տպավորություն, այսպես բացասական, ինչու։ Ասեք թող ուրիշները իմանան, ախր կարևոր է ձեր կարծիքը։ Իմանում աշխատանք չունեն, թող լսեն իմանան, էլի կարդան մեկ-մեկ։ Բա, այո։ Ահա, ով ունի աչք եւ ով ունի ականջ, պետք է հասկանա ինչպիսի քարոզարշավ է ընթանում եւ ունենա դրա մասին տեսակետ եւ դա հայտնի ուրիշներին, որովհետեւ ընտրությունները դա կոլեկտիվ որոշում է, կոլեկտիվ երևույթ է եւ մենք բարև ձեզ ընտրության գնալու եք իհարկե Հայաստանի քաղաքացի եք, չէ՞։ Այո, Գնալու եք ընտրության հունիսի քանիսին, քանիսին ամսին։ չգիտեք։ 7-ին։ Շատ լավ։ Ուրեմն կողմնորոշվեցինք օրվա հետ կապված։ Իսկ հետևում եք գոնե ինչ են խոսում։ Հետևում եմ։ Բայց շքրսա հունիսի 7-ին ընտրիր այսինչին։ Ճիշտ ասած քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։ Շատ լավ, եթե գնալու եք ընտրության, քաղաքականությամբ չեք հետաքրքրվում։ Ո՞րն է ձեր համար այսպես կարևորը, ուղենիշը, ինչի հանուն ինչի եք դուք ընտրելու։ Հանուն նորմալ ապրելակերպի, հանուն ինչ։ Բոլորը 19-ը խոստանում են նորմալ ապրելակերպ, գիտեք։ Ոչ մեկը չի ասում, ես կգամ նորմալ չի լինելու։ Հիմա ոչ ոք ուրիշ բան չի խոստացել։ Ուզում եմ ասել հիմա ո՞րն է ձեզ համար նորմալ ապրելակերպը, դա ինչ է դա։ Նորմալ մարդկային ապրելակերպ, որ ամեն ինչ նորմալ է։ Բոլոր քաղաքացիները տուն ունենան, աշխատանք ունենան, կարենան իրաց ապահովել նորմալ մարդկային ստանդարտներով ապրել։ Դուք հետաքրքրում եք միայն սոցիալական խոստումներով։ Հա, առաջնահերթը դա է։ Որտեղ սոցիալականը եթե չլինի, մնացած խնդիրները լուծվող չեն։ Եթե մի մարդ ապահով չի, իր ընտանիքին չի կարող ապահովի, ուրիշ հարցերով չի հետաքրքրվում։ Այդ կողմնորոշված չեմ դեռ դեռ։ Հետևեք քարոզարշավին։ Հիմա արդեն օրը գիտեք, հաջողություն ձեզ։